Խոսելու ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը։ Քաղաքական գործընթացների հետ կապ չունեցող երկու նախաձեռնությունները՝ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը եւ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը փոխգործակցության հուշագիր ստորագրեցին։ Հիմնական առաքելությունը, որը մենք տեսնում ենք այս հուշագիրը ստորագրելու դեպքում, դա Հայաստանի Հանրապետության գոյաբանական խնդիրների շուրջ լուծումների իրականացումը եւ ըստ էության փնտրումը դա հայոց առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին պատշաճ արձագանք տալու եւ բացի արձագանքից էլ մենք բոլորս էլ հայ ենք, մենք մեր եկեղեցու զավակներն ենք, ինչ ենք երկար բարակ փորձում ինչ-որ բաներ խոսել։ Երրորդը Արցախը, Արցախահայության խնդիրները։ Հետամուտ լինելով հայտարարված սկզբունքներին երկու նախաձեռնությունների նպատակը մեկն է՝ նպաստել այն խնդիրների ու մարտահրավերների լուծմանը, որոնք այսօր առկա են Հայաստանում։ Երկու նախաձեռնություններն էլ վերկուսակցական գաղափարներով են առաջնորդվում, ինչը շատ կարևոր է։ Ասում է Հայաստանը ես եմ ղեկավար Նաիրի Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը այնպիսի գոյաբանական խնդրի առջև է կանգնած, որ այլևս քաղաքականություն գոյություն չունի։ Շատ են դեպքերը, երբ որ մարդիկ դիստանցավորում են քաղաքականությունից, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Միգուցե դա սկզբունքի, ճաշակի շատ տարբեր ձևակերպումների հարց է, բայց Հայաստանի Հանրապետությունը այնպիսի իրավիճակում է գտնվում, որ 40 բոլորս միասին պետք է կանգնենք եւ պետք է գործենք։ Նաիրի Սարգսյանի խոսքով երկու նախաձեռնությունների հիմնական նպատակն է աշխատել 40 արժեքների վրա, որը մեր պետականության պահպանումն է, համատեղ ուժերով, եկեղեցին ու ազգային արժեքները, մեր ինքնությունը, սփյուռքը, պես նաև արցախահայերի իրավունքների պաշտպանությունը ու նրանց վերադարձը իրենց բնորան, արժանապատիվ ապրելու համար։ Եթե որևէ մարդ, որևէ տեղ կարող է մի փոքրիկ գործով օգուտ տալ այս 4 հիմնասյուների պահպանման, զարգացման, այդ թվում տարածման ուղղությամբ, ապա պետք է միավորել, ապա պետք է համագործակցել։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Աբովյանը համատեղ աշխատանքը այսպես է պատկերացնում՝ քանդել Հայաստանի իշխանությունների կողմից ստեղծված արհեստական օրակարգերը, որը բերում է ներքին պառակտումների։ Պրոցեսներ են գնում, որոնց մասին մենք ընդհանրապես չէինք կարող պատկերացնել։ Դա այո, մեր բոլորիս արժանապատվության, պատվի, գիտեք, վերականգնումն է։ Նաիրի Սարգսյանը վստահեցնում է, հուշագիրը չի ստեղծում պարտականություններ, այլ միայն բարի կամքի դրսևորում, միմյանց հետ փորձի, տեղեկատվության փոխանակում ուժերի համախմբման համար ու չի պարտադրում անգամ պարտադիր հանդիպումներ։ Եթե դրանք լինեն էլ, ապա պետք է ինքնանպատակ չլինեն, քանի որ դա կլինի պարզապես ժամանակի անտեղի վատնում։ Իսկ հասարակությունը հոգնել է անտեղի հավաքվելուց ու միայն լսելուց, առանց հստակ գործողություններ տեսնելու։